Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է Վլադիմիր Աբունցն այն մարդկանցից է, որի կյանքի որակը 2018-ի իշխանափոխությունից հետո կտրուկ փոխվել է։ Ժողովուրդը հայտնում է, որ Գարեգինբն որոշել է տուր չտալ Փաշինյանի հայտարարություններին։ Ժողովուրդը գրում է նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության ապագա դեսպանը նախարար Նարեկ Մկրտչյանը ավելի շատ վարկեր ունի, քան եկամուտ, բայց նրա ընտանիքի անդամների գործերն օր-օրի լավանում են։ Փաստի տեղեկություններով Բագրատ Սրբազանն ինչ-որ նոր գործընթացներ է նախապատրաստում, լուրջ ու թափով քայլեր են սպասվում։ Հրապարակի տեղեկություններով Փաշինյանը հրահանգել է կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին։ Փաստը նշում է, որ պաղպաղակ արտադրողները մամուլի հաղորդագրությունից են տեղեկացել, որ իրենց մոտ հայտնաբերվել են խախտումներ, գրություն չեն ստացել։ Հրապարակը գրում է. Փաշինյանն է որոշել անառակ որդու վերադարձ կազմակերպել, թե Նարեկ Դավթյանը պաշտոնին նշանակվել է հզոր հովանավորի միջոցով։ Հարցը նաև ԿԲԿ-ներին է ուզում։ Փաստի տեղեկություններով բարդ իրավիճակ է շինարարության ու կահույքագործության նյութերի ներմուծման եւ վաճառքի ոլորտում։ Պատճառն անբարեխիղճ մրցակցությունն է։ Հրապարակը գրում է, որ Մատվիենկոյի արարողակարգի աշխատակիցները թույլ չեն տվել լրագրողներին լուսանկարել, տիկնոջը ասելով, որ միջանցքի նկարներ չի սիրում։ Ժողովրդին հայտնի է դարձել, որ Երևանի քաղաքապետարանի կաշառքի գործով կալանավորվել է դատավոր Գուրգեն Մալխասյանի որդին։